Դուք երեկվանից փակ եք պահում Բաղրամյան պողոտան, ձեր գլխավոր պահանջի մասին խոսենք։ Գլխավոր պահանջի մասին մենք երեկվանից ճանապարհ ենք փակում, պահանջում ենք, որ Սանամյան կներեք, Աբազյանի վերադարձի, բայց քանի որ դա անհնար է, ու պահանջում ենք նորանշանակ տնօրենին, որ գա պայմանավորի մեզ հետ, ինչ խոստումներ կտա, կշարունակի Աբազյանի գործը, Աբազյանի նման։ Ինչպես է պարզաբանում, որ չի գալիս։ Դե երեկվանից, եթե մենք երեկվանից ճանապարհ ենք փակել, ինքը չի բարեհաճել ժամանել, ես չեմ պատկերացնում իր մտածողությունը կամ իր վերաբերմունքը ժողովրդի հանդեպ։ Եթե ինքը ժողովրդի ծոցից ծնված մարդ էր, իմաստ կլներ։ Կամ երեք կգար մեզի կասեր ժողովրդյան մեղք է գնացեք, օր կնշանակենք, 2 օր, 3 օր այս գործին կծանոթանամ, կկանչեմ, կգաք ամեն ինչ կբացատրեմ, կասեմ։ Բայց քանի որ երեկվանից մենք արդեն սուտկայից ավելս է կանգնած ենք, կյանք չեն ընդառաջում մեզ, ես չգիտեմ, էլ ումը դիմենք։ Դուք նաև պահանջ ունեք Նիկոլ Փաշինյանից, ով վաղը մեկնում է Անկարա Էրդողանի հետ հանդիպելու։ Ձեր պահանջը ո՞րն է Նիկոլ Փաշինյանի։ Պահանջն է, որ ինքը այնտեղ ներկայացնի գերիների վերադարձը Էրդողանին, որ իր փոքր աղբորը մի չափալախտա, ասի ինչ ես անում, ինչքան որ պահել ես տար հետո Ադրբեջանի դաժե գերի չեն եղել, մարդասպանության հոդվածով Հայաստանում նստած են եղել, դրեցին, տվեցին, հետ տվեցին, գնացին։ Իսկ Ադրբեջանը այսօր պահում է մեր գերիներին ապահում, անհետ կորածներին էլ թիվը ես չեմ կարող ասի ինչքան է, երևի 200-ից ավել են, ու ասում է ինձ մոտ չեն։ Ինքը ասում է, Նիկոլ ասում է, ես ինքը երթվածել է, ինքը շատ բան կարա երթվա։ Ինքը կարա ասի, օրս արև Երևանը Երևան է, դու պետք է հավատաս։ Չգիտեմ ինչ ասեմ, ղեկավարը պետք է ցիկ լինի, ճկուն լինի, խորաման լինի, դրանք ոնց են այդքան ինչա ասում Երևանը Ադրբեջան, ինքը այնքան խորաման, թույնն էլ ասի Բաքուն էլ հայկական է, Բաքորակերտն է մեր։ Ամենտեղ թող շոշափեն, մեր դիվանագետները թող աշխատեն։ Ինչն է պատճառը, ով է արգելում իրանց։ Իսկ ինչի իրանց դիվանագետները կարան ամբողջ աշխարհին ապացուցեն, որ Սևանն ու Երևանը իրանցն է եղել, պապական իրանց արևմտյան Ադրբեջանն է։ Բայց մենք չենք կարող ապացուցենք, որ Ղարաբաղը, Նախիջևանը, արևմտյան Հայաստանը մերն է եղել, որ ում ձեռով հանձնվել է թուրքերին, մեր թշնամիներին։ Այսօր ասում է խաղաղության պայմաններ, ինչ խաղաղություն, Թուրքի հետ կյանքում խաղաղություն չի լինի։ Մոռանան, թորետի լրի մոռանան։ Ինքը ասերունդին սրում է մանկապարտեզից սովորեցնում է հայերը մեր թշնամիներն են, իսկ մենք էլ ասենք ադրբեջանցիք թուրքերը մեր աղբերն են, չի լինի։ Երկու կողմանի պետք է լինի այդ ամեն ինչը։ Այսօր առավոտյան քաշքշուկ է եղել ոստիկանների հետ, ի՞նչն է եղել պատճառը։ Դա մեր հետ չի եղել, որ գնացել են ժողովրդի կեսը գնացին հերացի փագելու, այնտեղ էր ինչ-որ քաշքշուկ եղել, չեմ կարող ասել, որ ես այնտեղ չեմ եղել, բայց այդտեղ դες բան չի եղել։ Ձեր որդին 44-օրյա պատերազմի ժամանակ է անհետ կորել։ Այո, իմ որդին 44-օրյա պատերազմին մոբով Պավեսկով գնաց խիմիկների հետ, Էշմիածնի պոլկի խիմիկների հետ տարան նվերտվեցին թուրքերին, գտեցին շրջափակման մեջ, որը ով հասցրեց փախավ, 7 հոգի զոհվան, մնացածել անհետ կորած են։ 5 տարի է, ոչ մի տեղեկություն չունեք։ Չէ, ոչ մի տեղեկություն չունենք, բայց վիդեոներ ունենք, որ ոնց են գերվարվել, տեն ուղեղը որ տարել են։ Այդ Ալիևն ասում է, երթվածել է, օրս արև իմ մոտը չեն։ Ինքն էլ հավատում է։ Ինչ գիտեմ, որքանով աչից որ։ Բա որ ամոչ են, ուր են մեր երեխեքը։ Որքան եք պահանջում փակ պահել Բաղրամյան պողոտան։ Ինչքան պետք է լինի կփակենք։ Կարող է 2 սուտկա, 3 սուտկա, այլ ինչքան պետք է, մինչև չգա տնօրենը հանդիպի մեզ հետ։